Պարոն Դանելյան, այս իրավիճակի մասին ձեր կարծիքը, ձեր գնահատականը։ Գյումրու պարտությունից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հենց հաջորդ իսկ րոպեներից մտածել է այսօրվա մասին։ Իրենք իրար հերթ չտալով ԿՊԱ-ականները, իշխող թիմի տարբեր ներկայացուցիչներ ասում էին բաց տեքստով, որ այս ընտրությունները իրենք թույլ չեն տալու, որ ժողովրդի քվեով ընտրված իշխանությունները նորմալ բնականon իրենց գործունեությունը ծավալեն, շարունակեն։ Այս վերջին շրջանում այդ ամեն ինչ ավելի սաստկացավ, արդեն ազգային ժողովի ամբիոնից քննությանը, այսինքն հայտարարեցին, որ քրեական գործ է հարուցվելու։ Պարզ տեքստով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ասեց, որ քրեական գործ է հարուցվելու։ Նիկոլ Փաշինյանի ելույթը նկատի։ Այո, Նիկոլ Փաշինյանի ելույթը, ԿՊԱ-ականների տարբեր գրառումներ, նայեք ինչ գրառումներ են արվել, նայեք ինչ եւ այս ամբողջ ընթացքում էլ նաեւ տեսեք բոլոր քրեական գործերով շինց ու կեղծ մեղադրանքներ, իրենց ոչ ձայնագրություններին հավատացող կա, ոչ իրենց խոսքերին հավատացող կա, որևէ մի նորմալ օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող։ Բռնապետական ռեժիմա տոտալ Հյուսային Կորեան երևի Կիմ Չեն Ինը կնախանձեր էլի սրանց այդ գործելավոճով, ասենք դա սա ինչ նշանակում։ Տարբեր ստորաբաժանումներ մտցնել քաղաքապետարանի շենք, ջարդ ու փշուր անել, դուր լուսամուտ ջարդել, բռնի ուժ կիրառել, այդքան մարդկանց խոշտանգել։ Դուք տեսնում եք ոստիկանության գործողությունները, դուք բազմաթիվ տեսանյութեր կան համացանցում տարածվել են, թե ոնց են երեխաների, կանանց, ուրեմն այդ մարդիկ, որ ընդամենը պաշտպանության են դուրս եկել իրենց ընտրված քաղաքապետին Գյումրիի եւ այդ խոշտանգումների պատկերը եւ այդ ծեծ ու ջարդը, այդտեղ ջարդ ու փշուր անել, ինչի մասին է խոսում։ Խոսում է մի բանի մասին, վախի մթնոլորտ տարածել եւ եթե այս, չգիտեմ էլի, եթե կա միջազգային հանրություն, եթե կա այդ միջազգային հանրություն կոչվածը, սրան պետք է հստակ գնահատականներ տա։ Դեսպանները պետք է հստակ գնահատականներ տան։ Սա կրկնում եմ, բոլոր ուրեմն կարմիր գծերը, այս իշխանությունները անցել են եւ ես օգտվելով առիթից նաեւ հաշվի առնելով նախորդ դեպքերը, որ կեղծ մոնտաժված ձայնագրություններ, կեղծ շինչու գործեր համոզված լինեն, որ այս գործն էլ նույն դրա շարունակությունն է։ Դուք նշում եք, որ ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, բայց օրեր առաջ երբ հոգեվորականների են բերման ենթարկել, նշել էր, որ առավոտյան միայն մամուլից է տեղեկացել Փաշինյանը, գուցե այս մասին էլ նշի, որ մամուլից է տեղեկացել Գյումրու քաղաքապետը։ Այդ այն որ ասում է եփացավի ծիծաղն էլ է էլի գալիս, ասենք այդ երեսպաշտության էլ չափուսահման կա, ստին էլ չափուսահման կա, կեղծիքին էլ ով չգիտի, որ ինքը SMS հաղորդագրություններ ա ուղարկում, ով չգիտի, որ քննության ուղղորդում ա տեղի ունենում, ով չգիտի, որ որոշումներ են դակում։ Այսօր տեսեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների գրառումները, որ արդեն վերջ կալանք, հա, արդեն տանում են անազատության մեջ, ահա, ոչ ձերբակալության մասին լուր կար, ոչ մի բանի մասին լուր չկար, արդեն ԿՊԱ-ականները իրենց ֆեյսբուքյան ստատուսներով բանով ասում են, վсё, արդեն վերջացավ։ Քիչ էր մնում նաև կալանքի ժամկետն էլ ասեն, ինչքան է կալանքի ժամկետը, եւ դրանից հետո էլ մի քանի րոպե հետո էլ ասեն, որ դատավոր ինչ վճիռ է կայացնելու։ Վերջնական դատական ակտ էլի, ասենք իհարկե պարզ է, կրկնում եմ էլի, պետք է քրոնոլոգիան նայել եւ ամեն ինչ պարզ կլինի, էլի, այստեղ ուրիշ մի զարմանալու բան չկա, կամ մենք գիտենք իրենց գործելավոճը ոնց է, տենց ով էր ասում, տենց դատավոր կա, որ իմ ասածը չանի, ով էր այդ խոսքերի հեղինակը։ Կրկնում եմ, իրավապահ համակարգը ամբողջությամբ ուղղորդվում է եւ դա արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Չկա մի ողջամիտ այս ամեն ինչին տիրապետող մարդ, որ չհասկանա, որ
բոլորը ուղղորդվում են, դա կլինի Սամվել Կարապետյանի գործը, դա կլինի Սրբազանների գործը, դա կլինի Կոչուբաևի եւ մնացածի մեկի մյուսի Արտուր Սարգսյանի, ուրեմն Իգոր Սարգսյանի, մնացածի բոլոր գործերը նույն բովանդակությամբ, նույն նմանությամբ ամեն ինչ նման է իրար եւ կրկնում եմ, այս բոլոր գործերով նախորոք ուղղորդում կա, նախորոք ուրեմն իրենք գիտեն ինչ է լինելու, ոնց է լինելու եւ այս ամեն ինչը ոչ մեկի մոտ կասկած չի առուցում։ Տեսեք նույն անգամ դատավորներն են գրեթե նույնը։ Կալանքի տանող դատավորները։ Հիմա գիտեք Հայաստանի Հանրապետությունը մի իրավիճակ է, որ անգամ դատավորին պետք է չի ասել ինչ անի։ Ինքը գիտի ինչ պետք է անի։ Եթե ինչ որ մի պարագայում, ինչ որ մի տեղ ուրեմն փոքր ինչ նվազագույն ուրեմն դատական համակարգում նվազագույն արդար վճիրներ կայացնելու ակնկալիքներ կար, այս վերջի շրջանում լրիվ հավասարվել է 0-ի։ Լրիվ հավասարվել է 0-ի եւ այն դատավորներն էլ, որ այդքան քաջություն են ունենում այլընտրանքային խափանման միջոց տալու, այդ մարդկանց էլի գրառումների միջոցով, էլի գիտեն ԿՊԱ-ականների գրառումները, թե ոնց է որ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել։ Էլի կրկնում եմ մանիպուլյացիա անելով, կեղծելով, ամենաստոր քայլերի գնալով փորձում են հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկեն։ Ես ասում եմ, Վարդան Ղուկասյանը Գյումրու ընտրված քաղաքապետ է։ Այդքան վարչական լծակ են օգտագործել, այդքան ռեպրեսիաներ են կիրառել, այդքան էլ ինչ ասես արել են, բայց պարտվել են Գյումրիում, որովհետև գյումրեցին թասիբով, նամուսով, պատվով ժողովուրդ է։ Եվ այսօր նաև մեկ անգամ եւս ապացուցվեց այդ նամուսը թասիբը, ես հպարտանում եմ այդ ժողովրդով, հպարտանում եմ գյումրեցիներով, որ իրենք պաշտպանել են իրենց ընտրված քաղաքապետին ու պաշտպանելու են իրենց ընտրված քաղաքապետին, բոլորն են կանգնելու եւ պաշտպանել են, որովհետեւ այս երկրում չի կարա մի մարդ, մի բռնապետիկ որոշի, թե ով պետք է լինի այս կամ այն քաղաքի քաղաքապետը եւ ինչքան էլ իրենք բռնաճնշումներն ավելացնեն, այնքան հակազդեցություն ավելի շատ ալեն։ Թող իրենց գործերով զբաղվեն։ Այսօր քիչ առաջ, մի քանի ընդամենը հաշված ժամեր առաջ բեռնատարի վարորդները փակել են Հայաստան մտնող բոլոր մուտքերը։ Գոգավանի, ուրեմն Բավրայի եւ նաեւ Բագրատաշենի, որովհետեւ այդ մարդիկ անպաշտպան են։ Գիտեք ինչի՞ց է, որովհետեւ ամբողջ պետական կառույցը, իրավապահ համակարգը մի բանով է զբաղված։ Ոնց անեն, որ ստատուսներ գրեն Facebook-յան եւ մարդկանց հանիրավի մեղադրեն, ոնց անեն եկեղեցու դեմ արշավ կազմակերպեն, այդ գործերով են զբաղված։ Պարոն Դանելյան, հենց այդ ԿՊԱ-ական ստատուսների մասին, հա, ԿՊԱ-ականների կողմից գրվող, այսօր Ռուբինյանը գրել էր իր Facebook-յան էջում, մեջբերում եմ, 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Ինչ եք դուք կարծում սրա վերաբերյալ։ Դե տեսեք, ոչ ամեղության կանխավարկած կա։ Հստակ ուղղորդում է։ Այսինքն, եթե տեսեք, իշխող պատգամավորները դատավոր նշանակողն են, դատախազ նշանակողն են, չէ, տեսեք, այդ մարդիկ արդեն հստակ վերձիկները կայացնում են, այդ պեչատներն էլ դնում են, որ սենց է։ Դե սա էլ է, չէ, պարզ դառնում, որ այդ օպերացիան մշակվել է ԿՊ գրասենյակում, քաղաքացիական պայմանագիրի գրասենյակում մշակվել է Գյումրի օպերացիան։ Եվ վարքյաններ հետո, անգամ եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, անգամ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, եթե կրկնում եմ, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, անգամ այդ ժամանակ ոչ մեկ չգիտեր էլ ինչի համար են այդ մարդիկ մտել այդտեղ։ Այսինքն իրավապահ համակարգ ինչի էր մտել այդտեղ, բայց իրանք արդեն կոռուպցիա, արդեն այն եւ այլը, արդեն պատժի չափեր եւ այլն, այսինքն սա պարզ է, որ գիտեք ինչ, այս ամեն ինչը վերջանալու է, այն մարդիկ, որոնք որ մեղսակից են այս ամեն ինչին, պատասխան են տալու օրենքի առջև։ Օրենքի առջև ամեն ինչ ջրերես է դուրս գալու, ամեն ինչ պարզվելու է, բոլոր հանգամանքները այս գործի հետ կապված եւ մնացած բոլոր քաղաքական բանտարկյալների հետ կապված պարզվելու է եւ մեղավորները իրենց բաժին պատասխանատվությունը կրելու են։ Շնորհակալ եմ։ Նյուզայեմի հարգելի շարունակում ենք ուղիղ միացման աշխատանքը հակակոռուպցիոն դատարանի բակից։ Մենք զրուցում էինք
Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Հիշեցնեմ, որ 2 ժամից ավելի է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գտնվում է հակակոռուպցիոն դատարանում, այստեղ ուժեղացված ծառայությունը շարունակվում է, ոստիկանությունը պատ է կազմել մուտքի 2 կողմերում, ինչպես նաև դատարանի մյուս հատվածներում։ Դատարանի բակում նաև քաղաքացիներ են ժամանել ի աջակցություն Վարդան Ղուկասյանի։ Հիշեցնեմ, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խաբամամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին ավելի վաղ